Բարի լույս սիրելիներս, բարի լույս իմ լավ ժողովուրդ, եկեք հայլիի մեջ նայեմ, որտև ստեղ եմ նայում, ինձ թվում է, թե ես ինչպես եք ժողովուրդ ջան, ձեր Անահիտը գիտեք, այդքան շատ չի սիրում էկրանի առաջ մակիաժ անի եւ այլն, բայց եկեք մի հատ ձեր հետ ես հիմա մի հատ բարի առավոտ բոլորիդ, նախ բոլորիդ, հուսով եմ, որ ամեն ինչ նորմալ է ձեր մոտ, հուսով եմ, որ ձեր տոներն արդեն անցավ և բոլորդ անցել եք արդեն ձեր առօրյային, ռեժիմային առօրյային։ Այսօր Անահիտը, գիտեք, ես այդքան չեմ սիրում շպարվելուց ձեզ ցույց տալ, բայց քանի որ շատերը հարցնում են, Անահիտ, կարող ես ասել քո մակիաժդ ինչ ես անում, ահա իմ մակիաժը երեխեք ջան, մի երկու հատ կրեմ եմ անում, չգիտեմ, ճիշտ եմ քսվում, սխալ եմ քսվում, երեխեք ոնց որ են դալմասիան շներից չլինենք, սս բան, ուրեմն ժողովուրդ ջան, ես ասեցի, չէ, ես չեմ սիրում ընդհանրապես շպարվելը ցույց տալ, բայց այսօր որոշեցի մի քիչ ձեր հետ զրույց տալ և ձեզ ցույց տամ, թե ես ինչ եմ օգտագործում և ինչ կրեմներ եմ օգտագործում։ Ասեմ ձեզ, ես ձեզ արդեն ասել եմ, ես պիտացիլնի, ասենք այդ խոնավեցնող բաներ չեմ օգտագործում, այսօր առավոտ կանող հիմա կասեք Անահիտը, ես ինչ է անում, ասեմ ինչ է անում, Անահիտը պատրաստում է գնա, այսօր Անահիտը դրսում է լինելու մինչև երեկոյան ժամը, քանիսին, մինչև երեկոյան ժամը, երևի 5-ի 6-ին, դրա համար ինչ եմ անում հիմա, ես հիմա մի հատ շպարվում եմ, չգիտեմ ինչ եմ հագնելու, մի հատ դուրս կգամ, անձրև է գալիս, լավ է, ձյունը ավարտվեց, ժողովուրդ ջան, հատ էս կուպկայով տապոտ է անենք, Անահիտի կրեմը, այսօրվա Անահիտի կրեմը, սա է, Estée Lauderն է, ինքը, չգիտեմ ինչի որոշեցի այսօր սա անել, փոխում եմ, հաճախակի փոխում եմ, որովհետև նույն կրեմները, որ օգտագործում եք երեխեք ջան, կներեք երեխեք զանգում էին, հաճախակի փոխում եմ, որովհետև ես զգացել եմ, որ ինքը իմ մաշկը դուրս է տալի, եթե հաճախակի ես անում։ Այ այստեղ մի քիչ մնացել էր, այս վրձինի վրա, կսենք այ այստեղ, ափսոս է էլի, աչքերի տակ, չնայած ասեմ ձեզ, աչքերի տակի կարիք չկա, ուղղակի ափսոս է, որտեղ որ մի քիչ կնճիռային մոմենտներ կտեսնեք, էլի։ Ուրեմն ասեմ ձեզ, որ այսօրվա օրը բավականին բուռն օր է լինելու, հիմա ես դրել եմ նրբերշիկներ խաշեմ, սանդվիչներ պետք է անեմ, մի հատ կոֆե դնեմ, որովհետև այսօր ես դրսում չեմ կարող գնալ ռեստորան, մա կասեք Անահիտ, բան չի չես գնում ռեստորան, չեմ սիրում մենակ գնալ, ես մենակ չեմ գնում այսօր մենք երկուսով ենք, բայց ես մի քանի ժամ մենակ եմ մնալու, չեմ ուզում պատմեմ կյանքս եւ այլն, ինչ որ այլ։ Հիմա ինչ եմ անում ես, ձեր Անահիտը առավոտյան չէր կարողանում քնել, որովհետև գիտեմ, որ կարևոր տեղ ունեմ այսօր գնալու, եւ ես արթնացա շուտ, ճիշտ ասած անդադ արթնացա, տեսնեմ մատ ակնոց տեսնեմ, առանց ակնոցների մարդ չլինես, եւ նայեցի առաջին պատուհանը փեղկերը բացեցի, մեր էլեկտրական եւ նայեցի, տեսնեմ ինչ եղանակ է, այսինքն ես երեք քնել եմ ահավոր ձյուն էր գալիս եւ ուրախ եմ այսօր, որովհետեւ ձյունը փոխվեց անձրևի, իսկ ես այսօր պետք է 100 կիլոմետր գնամ, 100 կիլոմետր հետ գամ։ Եվ մեր ճանապարհները բավականին սառում են եւ պավառոտներ են, դրա համար շատ ուրախ եմ։ Հիմա սիրելիներս, ինչ է անում ձեր Անահիտը, այդ Estée Lauder-ը մի քիչ սպիտակ բաց գույն է իմ մաշկի համար, չնայած ես սևուկ չեմ, բայց ամեն դեպքում ինքը մի քիչ բաց գույն եմ գնել, էլի։ Ես վերցնում եմ տերակոտայի մի քիչ զագարային այդ կրեմը եւ այ այսպես կսեմ վրա, որպեսզի մի քիչ սպրտած չլինեմ, էլի։ Որ ասեմ այդքան շպարվում, բայց այսօր որոշել եմ մի քիչ էլ աշկերս էլ կսեմ, չնայած ասա ուր ես գնում Անահիտ, կապ չունի, ես ընդհանրապես աշկերս շատ հաճախակի չեմ
բան անում եք քսում, որովհետև աչքերս մի քիչ զգայուն է, մի քիչ շատ զգայուն է, ես գնել եմ լետրերից, գնում եմ ընդհանրապես բիոլոգիական օրգանիկ բաժնից, որտեղ մի անգամ հիվանդանոց եմ հայտնվել, աչքի ակնաբուժի ամբողջ աչքերս արուն էր տաժը կաթում աչքերիցս, որովհետև մակիաժը սովորական լավ մակիաժ էր ֆիրմա, բայց բրենդային, բայց հեսա հիմա գնել եմ սովորական մի հատ փոքրիկ բան, ձեն, ես սիրում եմ այդ շագանակագույն գույները, բաց գույները, բայց հեսա մի հատ քրոջս աղջիկներին ասեմ, մի հատ ինձանով զբաղվեն, ուր է իմ պենսոն, հա հեսա, ես ինձ պետքա բաներ այդ նանային օրը Սուսանեստուն նանանն ես լավ չոտ կտվեց աշկերի կսելու, ասեց Ամազոնից ա գնել, ասեցի նան ջան, մի հատ ինձ կուղարկես, ես գնեմ դրանից, լավն էր, հիմա ես մի քիչ ուղղակի աչքերս ձեն կսեմ, եւ ես գնում եմ, քանի որ էլ եմ ասում, իմ աչքերը ալերգիկ ա մի քիչ, ես գնում եմ տուշը, Ավենի տուշը, ապտեկայից, դեղատներից, Հայաստանում եք, եթե նրանք ովքեր ունեք պրոբլեմներ, երեխեք ջան, ոյ, ուսս ինձ, զգուշ եղեք ձեր աչքերից, որովհետև ահավոր վտանգավոր է։ Այն օր մի հատ կին վերցրեց այսպես մկրատը, պատահաբար տեսել եմ երեխեք, այսպես մկրատը դրեց, սենց, ու այսպես սկսեց։ Պատկերացնում եք երեխեք, մկրատը դնեմ, տենց ունքեր, թարտիչներ, սաղ բռնեմ կտրեմ։ Ինձ ալի չա չկավ է, ես իմ ձևով կսվեմ։ Ահա, մի քիչ սենց ուղղակի աչքերս բարձրացնեմ։ Հիմա վերցնում եմ իմ տուշը, Ավենի տուշն է, եւ այն մի քիչ տուշ ենք անում։ Հիմա նայեք, գանգրահերը արթնացել է առավոտյան։ Մի հատ մազերս նայեք։ Նայեք, տեսեք երեխեք ջան։ Ինքը էլի գանգուր է, բայց պատկերացրեք հիմա ես կցանկանամ, որ երեկվա նման լիներ, այսինքն բնական գանգրությունս ունենար։ Սա իմ բնական գանգրությունը, ինչ եմ անում, որպեսզի չթրջեմ, նորից էլի չդնեմ այս ցրտին եւ այլն, վերցնում եմ, նայեք, այս մազը խոսքին։ Մի վարքյան։ Ինչի բարդացնեք ձեր կյանքը։ Էլի եմ ձեզ ասում, երեխեք, ես ռեկլամ չի սա, ուրիշ ման, որ ես ռեկլամ անեմ, ինչ չհավատայք, վերցնում եք ես հրաշքը, այսենց, նայք, տեսեք, տեսեք, ինչքան գեղեցիկ ձևով ինքը, հիմա ինքը երեքը հաշում է և հանում է, ես շատ չեմ անել, որտեղ մազերս այդքան բիզ չի կան, տեսնում եք, հետո մատներդ վերցնում եք, ասես դնում եք մեջը, դառնում է ձեր մազը, մի հատ ես մեկ, այս կողմից, այն կողմից, ուղղակի վրայի այդ դեզը նստացնում եք, շատերը կան, շատ շատերը կան, տանջվում եք, տառապում եք, հուսեր եք անում, ինչեր ասես չեք կսում ձեր գլխին, երեխեք, բոլորովին հնարավորություն ունեք, գնեք սա, մի ափսոսացեք ձեզ, ասեմ ձեզ, ինձ հարց եք տալի Անայի ջան, սա է, եթե կարող եք ուրիշ ֆիրմաներ գնել, բայց ես չեմ կարող դրա տեղը պատասխանել, գնեք Բաբիլիս, եթե հնարավորություն ունեք, գնեք Բաբիլիս երեխեք ջան։ Ահա ժողովուրդ ջան, այսպես մատներդ այսպես վերցնում եք, այսպես եք անում եւ վերջ։ Ինչ է պետք երջանիկ լինելու համար, ինչ է պետք։ Կարող եմ սենց հավաքել, կարող եմ սենց թողնել, կարող եմ ուղակի շուրջ տալ դեպի այս կողմի վրա։ Հիմա մի հատ այստեղներ անեմ ու վերջ։ Երեխեք, գրանցվեք Անահիտի ալիքին, այնքան բաներ կհայտնաբերեք։ Այս է։ Այնքան եմ ուրախանում, որ կիսում եմ մի բանի հետ, որ շատերը գրում են, տիկին Անահիտ, այնքան բան ենք սովորում, ժողովուրդ ջան, ես եմ սովորում, մինչև հիմա սովորում եմ։ Հենա, քրոջս աղջիկն ասեց, Անահիտ, շրթներ կսկզբի սկսի, հետո նոր մատիտը։ Չգիտենք, տեսնում եք, այս մազերս արդեն իմն էր սա, նայեք, իմ գանգրությունն էր սա։ Արդյոք արժի սա անել, դե եկեք արել եմ, եկեք վրայից մի հատ մենակ ես մազ, վայ, հիմա նայեք, ինքը գնաց չէ, ինքը արդեն դատարկ է, էլ սխմես էլ ինքը չի լինում, պատրաստ ենք էլ սենց, վերջ, տեսնեք սենց մատներիտ է դնում եք մեջը, այսենց, կարող եք այսենց մեջտեղից բացել, կարող եք, վալա, Կարլայից նվերը, սա էր երեխեք ջան, պանտերի կաղջեի կրեմն է,
որը որ ուղղակի ինչ ասեմ, հրաշք է։ Սա դուք դուխին քսելուց առաջ քսում եք մի քիչ ձեր մարմնին, ինքը կրեմա ձեռքերին եւ այլն։ Սա ուղղակի հրաշք է, հրաշք։ Այսինքն վերցնում եք մի քիչ այսպես եւ այն քսում եք այնտեղ, որտեղից միշտ հոտ գալիս։ Կարող եք ամբողջ ձեր ձեռքերին քսել, ոտքերին չեմ ասում, ափսոս է, բայց եւ ասեմ ձեզ, որ այս հոտը երեխեք, եթե ունեք դուխի, գնեք սա չեք փոշմանի, սա ընդհանրապես բոլոր դուխիների հետ գնեք իր կաթը, լե կող պախվիմե, ինքը լրիվ դուխու այդ կաթն է, էլի, իրա, ախ, ես ինչ լավն է երեխեք, պատկեցեք, որ որտեղ մտնում ես, ինքը քո հոտը գալիս է, վալա, հետո նոր արդեն օգտագործում եմ դուխից արդեն վերջացել եմ, մեր մոտ հիմա սոլդերն են, տեսնեմ հələ այս կովխներից կա, հենց իրա կրեմով, որովհետև սա, ասեմ ձեզ, պանտերը անում են միայն Սեֆորան, ոչ Մարիոնոյում կա, ոչ էլ Նոսիբեյում կա, եւ եթե չեմ սխալվում, ակնոցս կեղտոտվել է, եթե չեմ սխալվում, սիրելիներս, նաեւ բանում կա, ինչա, Գալերի Լաֆայետ, եթե չեմ սխալվում, ժողովուրդը, ես երբեմն նայում եմ մարդկանց, դուք ֆիլտր եք անում, ինչ-որ հեռախոսերա պրոգրամներ կան ֆիլտր, ես չգիտեմ այդ ֆիլտրը եւ չեմ էլ ցանկանում, գիտեք ինչի։ Ես չեմ ուզում իմ կնճիռները, այս փոքրիկ կնճիռները, իմ աչքերը, որ փոքրացել են, իմ աչքերը, որ չեմ ասում շատ կնճիռ ունեմ, բայց չեմ ուզում թաքցնել, ինչու թաքցնեմ։ Երբեմն նայում եմ ես վլոգների մեջ եւ տեսնում եմ, որ մեծացել եմ։ Գիտեք երեխեք, մի բան ասեմ ձեզ, դաշը ուրախանում եմ։ Ես ասեմ ձեզ, այն օրը մի բան էլ ցույց տամ, քանի ստեղ եմ։ Ուրեմն իմ Կարլայի հետ որ գնացել էինք մամային նվերներ գնելու, ինքը մամային նվեր գնել, չէ, Դավիթը նվերը գնեց դուխի, այս դեզադորը, ես օգտագործում եմ Կլաղենսի սա նրանք ովքեր ահավոր քրտնում են եւ անընդհատ ուզում եք օգտագործեք, սա իմ քրոջս ընկերուին ինձ մի անգամ ասեց եւ սա դարավ իմ երեխեքրի եղունգս նայեք ինչ ա եղել, ջարդվեց, այն էլ ինչ ծեվի ջարդվեց, դրա համար սենց անենք, լավ որ չերևա, հեսա գնալու եմ Սյուզիի մոտ, լրիվ կտրեմ, հանեմ, մի քիչ հանգստանա, հետո նոր գարնանը նորից սկսեմ։ Կլաղենսի այս դեզադորը, բայց ուրեմն Կարլան ասեց, Անահիտ ասեց, Ռոժե Գալե դեզադորը թևերի տակի, քանի որ մաման մի քիչ որն է, բավականին նուրբ է եւ իր մոտ ահավոր ալերգիկ բաներ ունի, 95% նատուրալնի բույսերից եւ այլն։ Նայեք երեխեք ջան, սա ինքը վարդի հոտ ունի, կա դեղցի հոտ։ Իմը մի հրաշալի հոտ է, վարդն է իմը վարդն է ղոզը, մամայինը դեղցը գնեցի, շատ լավն է։ Պարաֆարմասիներում են վաճառում, կարող եք գնել եւ օգտագործել, շատ լավն է երեխեք ջան։ Ինքը բնական է, էլի, այսինքն չկա այդքան ալյումինիում մեջը եւ այլն, սենց բաները ես աշխատում եմ գտնել բնական, որովհետեւ ինչը կպնում է մաշկիս, ինչը կպնում է իմ մարմնին, ես զգուշ եմ հիմա լինում։ Դրա համար օճառն եմ գնում պարաֆարմասիից, որ ավելի լինի նատուրալնի։ Դե ինչ սիրելիներս, եկեք միասին գնանք խոհանոց, որովհետեւ այնտեղ էլ գործեր ունենք։ Ժողովուրդ ջան, գիտեիք բան եմ արել, դուք մեի արել, բայց պարզվում է ոչ։ Հիմա մի հատ տեղին հավանում, մի հատ կախատավի տեղը խմեմ։ Ուրեմն ուզում եմ ձեզ եւս մի բան ցույց տամ, ժողովուրդ ջան, գիտեմ, որ շատ շատերից կհետաքրքրի։ Եկեք ցույց տամ։ Երբ որ մենք տարիքով մեծանում ենք, մեր մաշկը սկսում է բարակել եւ դառնում է շատ զգայուն։
զգայուն եւ դրա հետ մեկտեղ նաեւ ասեմ ձեզ, որ սկսում է դուրս տալ, քորագալի, ահավոր քորագալի։ Բժիշկները խորհուրդ են տալի կորտիզոն քսել, բայց կորտիզոնը այդքան լավ բան չի։ Կորտիզոնի կրեմը։ Ինքը մի հատ կրեմ կա, իրոք ինքը վատը չի, բայց դա այդ րոպեին անցկացնում է, բայց հետո նորից էլի հետ է բերում։ Ուրեմն ես մի օր գնացել էի դեղատուն, իմ ընկերուհին էր աշխատում, ասեց Անահիտ գնի սա։ Սա ավելի light տեսակն է։ Ավենի քրեմ անտի-իռիտանտ, ապեզը, ինքը որ քորագալի դուրս է տալիս, սա է շատ լավը։ Իսկ սա երեխեք, ինքը խտացրածն է, նաև կապ խտացած է, եթե կգնաք կգնեք, գնեք սա։ Եթե իսկ որ դուք ամեն օր պետք է ձեր մարմինը, ոտքերը, ձեռքերը եւ մանավանդ այդ ոտքերի, ձեռքերի մասը մաշկն է ահավոր բարակում, նրբանում, կարող եք գնել սա եւ անընդհատ օգտագործեք, բայց քանի որ իմը հիմա ահավոր վիճակի մեջ է, որովհետեւ ես մի քանի օր առաջ զգացի, որ քոր, հիմա քանի ձեզ ցույց եմ տալի, եկեք քսեմ չմոռանամ, որովհետեւ ես այդքան բան չեմ, երիտասարդները, ես երիտասարդներին նայում եմ եւ ինչ որտեղ նախանձում եմ իրանց այդ ուշադրությունը իրանց վրա գովելի է դա, իհարկե շատ եք քսում բաներ, բայց ասեմ ձեզ, որ դա լավ է։ Դա լավ է, որովհետեւ դուք ձեր մարմինը, ձեր մաշկը ուշադրություն եք դարձնում։ Բայց գալիս է մի տարիք, ժողովուրդ ջան, որ ասեմ ձեզ, վայ, լույսը չեք տեսնում ինձ, գալիս է մի տարիք, որ այդքան պետք չի խոսքի օգտագործեք այդ տիպի բաներ, որովհետև ասեմ ինչու երիտասարդ եք, գեղեցիկ մաշկ ունեք, եւ կարիք չունեք այդպես ավելորդ բաների, բայց գալիս է մի տարիք, որ արդեն պետք է ուշադրություն դարձնենք մեր մաշկի այդ չորացության վրա, եւ այո, մաշկը չորանում է եւ ես դրա համար էլ չեմ կարողանում հագնել կալգոտկի։ Հիմա բոլոր չեք զգացել, ես վերջերս շրջազգեշ չեմ հագնում ընդհանրապես, որովհետեւ հագնում եմ մի անգամ ու սկսում է ամբողջ մաշկս քոր գալ, ոտներս քոր գալ, դա գալիս է, սա այսօր պետք է վերցնեմ քրոջս համար, դնեմ մեքենայի մեջ, սա այսպեսի է մեզ, հիմա ինչ եմ ձեզ ուզում ասել, դեք ինչ եմ ուզում ասել, գնացին ժողովուրդ ջան, պատոնը բաց եմ թողնում ամեն առավոտ, ուզում եմ մինուս լինի, ուզում եմ պլյուս լինի, ես իմ տան պատուհանը, սենյակի պատուհանը բաց եմ թողնում, օդը փոխվում է, հիմա ես նայում եմ կոշիկների եւ ըստ կոշիկների մտածում ինչ հագնեմ այսօր։ Դուրսը բավականին տաքացավ, ինձ ուրախ եմ, ոնց որ իմ համար է սա, որովհետեւ ես այսօր ամբողջ օրը լինելու եմ այդտեղ եւ մի քիչ կնստեմ մեքենայի մեջ, մի քիչ կգնամ այդ տեղը, որովհետեւ 3 ժամ եւ ասեմ ձեզ շատերը ինձ հարցեր են տալիս, ես միգուցե թե այդ հարցերի պատասխանեմ ձեզ ժամանակ գտնեմ էլի, գնացիք սիրելիներս, վալա, զգացի, որ այստեղ լավ չեմ թափտել, բայց ոչինչ, ես պատվիվալ բան չեմ գցում, իմ սենյակները նկատել եք, այսպես է, շատ, ասենք մի հատ փոքրիկ sense պլեդի նման բան գցեմ, տակ, դուրս եկանք։ Սա էլ իմ շպարվելու սենյակն է, հիմա կրատ ես այն փակեմ և գնացինք, սեղիցեր գնացինք։ Այս սենյակի պատուհանը պեղկերը բաց են, սա էլ երեխաների սենյակ, ամեն ինչի դասավորված է, ինչպես բոլորը գիտեք, Սերժը դարակ հատուր չի դերի, Դավիթը նույնպես, սա էլ այսպես, նա տեսնեմ հիմա լոգա սենյակը ինչպես է, ինչ վիճակի մեջ է, այսպես է, Զուլդոյ պաստանի տեղը, սա Սիրգեի սրբիչն է չորացել է, որովհետև այդ ատապլինին վարվում է, մի վարկյան, ժողովուրդ ջան,
Ես հիշեցի, որ պետք է սա փոխվի, երես սրբիչը, փոխենք սա Սիրգեյի սրբիչը կախենք այսպես, հալա, սա սրբիչն է, իմ սրբիչն է կախենք այսպես, որովհետև այսօր Աստված արած ամեն ինչ լավ կանցնի և մենք ժամանակին կգանք տուն։ Գնացիք սիրելիներս։ Նատես գիգեն երեք եմ լվացրել ամբողջս բանը, այդ լոգասենյակը, գնացիք ժողովուրդ ջան։ Մենք տեսնենք մաման արթնացել է երեխեք, այս չեմ նկարում էլի։ Մամ, Այրս մերմին գիտեք, ով եմ քաշել, ասեցի եմ տեսնեմ ջունը հարվել, որտև երեք գնացիք քնելու, այսքան ջուն էր նստել, հիմա անձրև է, լավ է։ Սիրելիներս, մայրիկը նոր արթնանում էր, դրա համար չնկարեցի, ինչ ասում եք, ինչ շուտ ես արթնացել, ասեցի ում աղջիկն եմ, մի տեղ պիտի գնամ, հիմա գնում եք դեպի, երեք դուք մենակ տեսնեք, ես առևտուր էի արել օրը, ձեզ ցույց չտվեցի, գիտեմ, որ շատերը սիրում եք, բայց գիտեմ, որ շատերը էլ չեմ ուզում երեխեք անընդհատ նույն բանը ցույց տամ, բայց խոստանում մյուս անգամ ցույց կտամ, այս անգամ ահագին բաներ էի գնել լակաղների համար, այդ բանի, ծելեի համար։ Ժողովուրդ, հիմա ես մի հատ սա այստեղ եմ մաքրել, վառարանը ուղղակի հրաշալի ձևով վառվում է, այսօր մեր մոտ տաք է, այս Սիրգեյիչ, և եք իրա վրա ակցես է, և դրիվա գրխի տակ։ Ես մի հատ նաստարդնում եմ մար և ցույց եմ տալիս իմ Սիրգեյիչի վառարանը։ Ահա, դի վառարանը բերեմ մի հատ մաքրեմ, ուրեմն ձեզ մի բան ասեմ, իմ պիլասոսը արդեն բոլորը գիտեք իմ ամեն ինչ տան ապրանքները, ուրեմն ասեմ ձեզ, որ ես ամբողջ պիլասոսը, պոլերը հատակը լվացված է եղել երեք, բայց այս պարագայում միայն և միայն մաքրվում է վառարանի դիմացը ամեն օր։ Մոռացել էի դրան դեմ մաքրվի, որտև երեք ջուն էր մեր մոտ։ Գնացինք հիմա մի հատ բյուրո, ժողովուրդ ջան։ Տեսնում եք, իմ հետ գալիս եք, իմ հետ, միայն և միայն իմ հետ։ Հիմա մի հատ բյուրոն էլ դասավորենք։ Սա, ահա սիրելիներս, երեք սա ես վերցրել էի, դրա համար։ Սա անպայման վերցնեմ իմ հետ։ Դրանայիդ խախուտիկ, Մաշանայիդ խախուտիկ։ Այս այստեղ է։ Ձեռնոցի կարիք չունենք, սա գնում է զալը։ Բայց ինչու չէ, կարող է ձեռնոցներ էլ վերցնել, մարդ ես, մեկ է տեսար, մարդներս նորից դեղնեց։
Սա այստեղ։ Չգիտեմ, պայուսակս փոխեմ թե ոչ։ Այս պայուսակը հեչ համար չի վերարկուներից, երևի գնամ փոխեմ մի հատ պայուսակս։ Մի քիչ բյուրոյի բատոնը բացում եմ, որ օդա փոխվի։ Ինչ լավ այրեխեք, մեր մոտ ձյունը հալվեց և ես արդեն հանգիստ։ Ահա որ ես բան էի էդ, ես չեմ վախնում մեքենա բարելով, ընկար չմտածեք, որ ուղղակի էդ դանդաղ գնալն էր ինձ սպանում, բայց լավա, փառք Աստծո։ Դե ինչ գնացինք խոհանոց, բյուրոն էլ դասավորեցի, վալա։ Ահ, գնացինք, ժողովուրդ ջան, չնայած մաքրած չմաքրած նույն հաշիվն ա լինելու, որտեղ դուրսը անձրև ա և դրան դեմը ցեխոտվում ա, եկա խոհանոց, անգամ մաքրելուց 9-15 ա, մտածում եմ փոքր խմորեղեն սարքեմ, բանի էտ անում ինչա, մեկ էլ ասեցի դեր արջան այդ խմորեղենի վահա ժամանակը չի, ուրեմն այնքան շուտ ա չորանում երեխեք, ես ուղղակի ձեզ խորհուրդ չեմ սիրում տալ, բայց ասեմ, որ գնեք այն և չեք փոշմանի։ Հիմա ես բերել եմ տերմոսը, բանան, պանիր, բայց ես ուրիշ պանիրներ ունեմ սենդվիչի և գնամ ես մի հատ բերեմ հացերը, Սերժին երեք ասեցի կգնես բագետ մի հատ ա եղել, բայց ես հացը մեր գյուղի այդ տղան բան անում, այդ թխումա շատ համեղ ա, կծու քեչուպ մենակ, մրտերշիկը միացնեմ, մրտերշիկ եմ գնել։ Հիմա, ինչ անում ձեր Անահիտը չկան։ Ներող, զանգում էին, զնգ։ Հիմա, ձեր Անահիտը չկան պատրաստելու է սանդվիչներ։ Այս սանդվիչները, այս մասը չեմ սիրում։ Հիմա, եկեք սենց անենք, ես մի հատ տեսնեմ ինչ պանիր կա, ավելի հետաքրքիր պանիրների, ես ձեզ սույս չտվեցի, չէ երեխեք, ես ձեզ սույս չեմ տվել իմ դասավորման այդ բաներից գնեցի Լիդլից էլի, այդ օրգանիզատորներից մի վարկյա, ահա սիրելիներս, ես գնեցի սա, վալա, սա, վերցնեմ այս երկու յոգուրտը, հետս այսօր, ինչ եմ, սա ամբողջը ես սա գնել եմ, սա եվս, իսկ պանիրներինը հեսա ստեղ եմ դրել, այդի պանիր պետք չի մեզ, սա պետք չի մեզ, սա ինչ հա, կլասիկ, եկեք սա կտրենք, սա ինչ հա, սա բաների համար է, քրոկ միսյոյի համար, այ ձերքս, սիրելիներս, ամենաճիշտը այս պայուսակի մեջ դնելն է, այդ սուրճը վերջին րոպեին կպատրաստեմ այս ապարատից, որովհետև սա լավն է լինում, վերջին րոպեի կանեմ, դրա համար դնեմ ստեղ, որ չմոռանամ սա այստեղ, սա դնում է սառնան, մեջը սետիկի մի քիչ կա, սա այսպես, ինչ պիտի վերցնեմ, դե կհիշեմ ընթացքում, հիմա գնացինք բյուրո աշխատելու, սա դնենք այստեղ, որպեսզի սա ամեն ինչը արվի հետո, չմոռանամ մրտերշիկները, գնացինք սիրելիներս։ Ահա սիրելիներս, մի փոքրիկ մոռացված վիդեո, Դավիթը Կարլան, ինչպես գիտեք, նոր տարին անցկացրեցին Փարիզում, իրենք արդեն վաղուց էին դա նախատեսել, եւ իմ սիրուն Կարլան ինձ մի քանի վիդեոներ էր ուղարկել, ինչպես տեսակ, երեխաները դες ուղարկեցին բարևներ հայերեն եւ ասեմ դες որ իմ երեխաները դες եւս շատ սիրում են
ինձ միշտ հարցնում են եւ նաեւ շնորհակալություն եմ ուզում ուղարկել Կարլայի Դավիթի կողմից ձեր գեղեցիկ ջերմ բարերի համար ուզեցա ցանկացա ուղակի այս փոքրիկ վիդեոները կցել իմ վիդեոյի վերջում, որպեսզի դուք էլ իրենց հետ Փարիզում մանգայք եւ տեսնեք այս հրաշքները, փարիզյան հրաշքները։ Դե ինչ սիրելիներս, ցանկանում եմ ձեզ բարի դիտում, ցանկանում եմ ձեզ հրաշալի օր, ցանկանում եմ ձեզ առողջություն ամենակարևորը։ Եղեք երջանիկ, եղեք առողջ։ Համբուրում եմ ձեզ, սիրում եմ ձեզ եւ ինչպես միշտ ասում, պակա, պակա։